Տիգրան Հունեցի եկեղեցին եւ յուրահատուկ ձևի վերջանկավ այսօր եղել է եկեղեցու մեջ պահպանված է որմնանկարները շատ դժվարու բան է։ Այս վերքի եկեղեցին Հայաստանվանդուկի շարդարապետ է եկեղեցին որ կառուցել է ինքը նաեւ փորձարկում է որից այսինքն ոնց ստանալ հետև կապետը, որից հետո ինքը արդեն գնացել է Կոստանդնուպոլի Սոֆիայի տաճարի կապետները վերանորոգել։ Տեսեք մայր տաճարը այս պահին իրանք վերականգնում են։ Այնտեղ հեռվում որ ուշադիր լինենք, կտեսնենք եւ Սմբատաշեն պարիսպները եւ Կակկաշեն պարիսպները։ Այդ հատվածով ում երկար ճանապարհ, այսպես գնում է մինչև Պալատը, Կակկաշենը։ Տեսեք այնտեղ է ծածանվում է մեր թշնամիների դրոշը։ Ու այստեղ գալուց է ես հիմա սարսափում եմ, որ վաղը մյուս օր կարող եմ թորներնը գնան Շուշին ուզեն ասպես տեսնել։ Մարդ մեջ գցեն որ գնան Շուշին տեսնեն։ Ու ես ինձ անձամբ չեմ ներելու։ Իմ կյանքը ուղղակի չի ներվելու, եթե իմ թորները հանկարծ գնան Շուշին ուզենան որպես տուրիստի աչքերով տեսնել։ Հայ ներսում որ մտնում եք այդ գլխավոր մուտքից մինչև Կակկաշեն ճանապարհի աճուցախ հատվածում այսպես փոքր խանութների, մեծ ու փոքր խանութների հիմքեր կա։ Ու դա վկայում է նրա մասին, որ անին եղել է ժամանակակից մեգապոլիս ու տարածաշրջանի մի քանի ապրանքների մեծածախ առևտրի կենտրոն, այսինքն ամբողջ տարածաշրջանի ապրանքները, մասնավորապես օջախ, գինի, ցորեն, հիմնականում անիից են տարել։ Հիմա հայ-թուրքական սահմանի բացման հնարավորությունից են խոսում։ Մեծամասամբ կապում են նաև ըստ էության Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման հեռանկարի կարգավորվեց, եթե Թուրքիա եւ Ադրբեջանի նախապայմանները ընդունվեցին։ Ինչ կդա մեզ այդ սահմանը։ Մենք նախ պետք է մենք ինքներս մեզ հարց տանք, հենց անվտանգության առումով մենք պատրաստ ենք սահմանի բացմանը։ Նաև թեկուզ նույն բիզնեսի առևտրի տեսանկյունից մենք պատրաստ ենք այդ սահմանի բացմանը։ Այդ հարցերի պատասխանը մենք հստակ պետք է ունենանք։ Ես անկեղծ մի բան ասեմ, եթե օրինակ հիմա այդ սահմանը բացվեց, Արարատյան դաշտավայրի այն գյուղատնտեսությամբ զբաղվող ժողովուրդը պետք է հավաքի իր վեշերը ու գնա խոպան։ Որովհետև նույն Արարատյան դաշտավայրի մի ճնշող մեծ մասը գտնվում է այն հատվածում, չէ՞ Սուրմալուի գավառը, որը ժամանակին նորից այդպես շատ սիրուն հանձնվեց։ Այ այնտեղ էլ այդ նույն Արարատյան դաշտավայրի բերքը շատ ավելի որակով կա, չհաշված որ գյուղատնտեսությունը Թուրքիայում սուբսիդավորվում է։ Այդ դեպքում մեր Արարատյան դաշտավայրի բնակչությունը ինչ պետք է անի։ Այ մի քանի օր առաջ մենք անդրադարձել էինք, երբ որ Երևանդաշադի Բագարանի հատվածում պարզ դարձավ, որ թուրքերը ինչ-որ շինարարություն են իրականացնում Արաքս գետի վրա, որը բավականին լուրջ խնդիրներ վաղը մյուս օր մեզ համար առաջացնելու է։ Այ այդ մասով մենք տեսանք կառավարության կողմից որևէ արձագանք։ Իհարկե չէր լինելու։ Ես իրականում չեմ պատկերացնում։ Մի շատ կարճ պատմություն պատմեմ։ Տարիներ առաջ, երբ որ ես իմ ընկերների հետ Թուրքիայում էի, այնտեղ բանավեճ եղավ հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ եւ ես որպես այն ժամանակ պատմությունով հետաքրքրվող մարդ կարողացա շատ արագ իրեն ճնշել։ Այդ թուրք երիտասարդը չէր կարողացել փաստարկել։ Մի քանի օր հետո, երբ որ մեզ ճանապարհում էին, վերեց ասեց, գիտեք, ես լուսանկարիչ եմ, հայրենիքի շատ սիրում եմ, ու հայրենիքից լուսանկարներ եմ ուզում ցես նվիրել։ Հերթով Կարսից, Վանից, այսինքն մեր հայրենիքից, մեր պատմական հայրենիքից լուսանկարներ նվիրեց ու ինձ նվիրեց լուսանկար Ուրֆայից ու այսպես աչքերիս մեջ նայելով ինձ ուղղակի հիշեցրեց թե ժամանակին իմ նախնիները ինչպես են Ուրֆայում դիմադրություն ցույց տվել ու ինչպես է Ջեմալ Փաշան բերել լեռան վրա կանգնեցնել հրետանին ու ամբողջ Ուրֆան գետնին հավասարեցրել ու ոչ ոք այդտեղ չէր մտնում։ Այդ նույն թուրք երիտասարդը ինձ աչքերիս մեջ նայելով այդ պատմությունը հիշեցրեց, ցավացրեց եւ ինչ-որտեղ նաև հասկացրեց, որ իրանց հետ հնարավոր չի խաղաղություն, իրանց հետ հնարավոր չի բարեկամություն, ինչպես եւ հնարավոր չի բարեկամություն Ադրբեջանի հետ։ Այդ բարեկամությունը կլինի միայն այն դեպքում, երբ որ մենք խելքներս, գլուխներս հավաքենք ու մեր խելքները ճիշտ օգտագործենք հանուն երկրի, առաջին հերթին ռազմական առումով։